ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք arm.radio.am կայք, դիտել կոչակը սեղմեք եւ դիտեք լայվը եւ իհարկե մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, այնտեղ եւս հեռարձակվում է մեր հաղորդումը։ Այսօր անդրադառնալու ենք մի կազմակերպության, որի գործունեության առանցքում հենց մարդն է, ընտանիքը եւ հատկապես երեխաները։ Այն տարիներ շարունակ աշխատում է Հայաստանի տարբեր համայնքներում, աջակցելով կրթությանը, սոցիալական պաշտպանությանը, համայնքային զարգացմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Մենք այսօր կանդրադառնանք World Vision Հայաստան կազմակերպության անցած ճանապարհին, կանդրադառնանք նաև իրականացրած ծրագրերին, ներկայիս առաջնահերթություններին եւ մի նախաձեռնությանը, որը նախատոնական օրերին կարող է իրական փոփոխություն բերել սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կյանքում։ Ես պատիվ ունեմ այսօր զրուցելու World Vision Հայաստան կազմակերպության տնօրեն Ռաֆի Դուդակյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուստ հանրային ռադիո։ Շնորհակալություն։ Ես նաև մեր ռադիո լսողներին տեղեկացնեմ, որ դուք երկար տարիներ ներգրաված եք եղել զարգացման եւ մարդասիրական ծրագրերի կառավարման մեջ ու այսօր ղեկավարում եք կազմակերպության ռազմավարական ուղղությունները Հայաստանում եւ վստահ եմ, որ առանձնահատուկ շատ եք սիրում Հայաստանը եւ այստեղ ձեզ երջանիկ եք զգում։ Շատ։ Արդեն 20 տարի է տեղափոխվել եմ ընդանյոք Հայաստան եւ ես համարում եմ ես ինձ տեղացի եմ։ Շատ լավ է։ Իսկ հիմա անդրադառնանք առհասարակ World Vision-ի գործունեությանը, որովհետև այն հաճախ տեսանելի է կոնկրետ ծրագրերի միջոցով, սակայն նրանց հիմքում միշտ կա արժեքային հստակ համակարգ եւ որ ամենակարևորն է նաեւ երկարաշամկետ տեսլական։ Կուզեի սկսեինք հենց այդ հիմքից, ուզում եմ բնութագրեիք մի քանի բառով World Vision-ը։ Շատ լավ։ Նախ շնորհակալություն այս զրույցին համար, այս հրավերին համար։ Ասեմ, որ World Vision-ը ավի 75 տարի ավել գոյություն ունեցող միջազգային կազմակերպություն է, ներկայում գործում է 100 երկրներում, տարեկան իր բյուջեն 3 միլիարդ դոլարից ավելի է, իսկ մոտավորապես 30,000 աշխատողներ ունի ամբողջ աշխարհում եւ նպատակը իհարկե երեխաների բարեկեցությունն է, երեխաների կյանքի իրավունքների պաշտպանությունը, ուրախ կյանք, ամբողջ բոլոր առումներով ապահովված կյանք երեխաների համար։ Հայաստանում World Vision-ը եկել է երկրաշարժից հետո առաջի անգամ մարդասիրական օգնություններ, կյանքեր փրկելու առաքելություն, հետո կանգ արել մի որոշ ժամանակ 91-ին անկախությունից հետո էլի World Vision-ը եկել է Հայաստան եւ շարունակում է մինչեւ այսօր։ Մի ժամանակ եղել է, որ World Vision-ը ուղղակի հովանավորել է 37,000 երեխա Հայաստանում եւ այդ երեխաների, իրենց ընտանիքների եւ համայնքների համար արել է բազմաթիվ ծրագրեր։ Այսօր World Vision-ը աշխատում է զարգացման ծրագրերի վրա։ Մենք չունենք այն խնդիրները, ինչ ունեինք, ասենք 90-ական թվականներին կամ 2000-ական թվականներին, աղքատության մակարդակը նվազել է, սովի խնդիր չկա Հայաստանում։ Մենք այն երկրների շարքին չենք, ինչ որ այսօր տեսնում ենք, օրինակ Ասիաներում կամ Աֆրիկաներում, ցավոք այնտեղ զարգացող երկիր ենք, այո։ Ունենք լուրջ խնդիրներ եւ որպես զարգացող երկիր եւ մենք այդ խնդիրների լուծման համար սերտորեն համագործակցում ենք թե հասարակական կազմակերպությունների հետ, համայնքների հետ, կառավարության հետ, կառավարությունից մասնավորապես սոցիալական եւ աշխատանքի հարցերի նախարարության հետ եւ իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր։ Եթե հետաքրքրված եք, մենք կխոսենք այդ ծրագրերի մասին, բայց ստացվում է այնպես, որ գուցե չեք էլ մտածել սկզբնական շրջանում, փորձել եք այդ ծրագրերն իրականացնել, բայց եթե հետ ենք նայում ու ձեր գործունեությունն ամփոփում ենք, ապա հասկանում ենք, որ ձեր գործունեությունն իր հետ բերել է նաեւ մտածողության փոփոխություն, կարգավիճակի փոփոխություն, հատկապես մարզային հատվածներում մենք տեսնում ենք նաև վերաբերմունքի փոփոխություն երեխաների նկատմամբ։ Ճիշտ, տեսեք, երեխաների մենք օրինակի համար միշտ քարոզել ենք, խոսել ենք, առաջարկել ենք, աշխատել ենք, որ երեխաների
բոլոր իրավունքները պաշտպանված լինեն։ Առաջի հերթին անվտանգություն։ Երեխան անվտանգ պիտի լինի ոչ թե միայն իր համայնքում, այլ նաև ընտանիքում։ Բռնություններ պիտի չլինեն երեխայի նկատմամբ։ Դե ամբողջ աշխարհում չես Ամբողջ կարող աշխարհում, խուսափել տարատեսակ խնդիրներից, բայց խնդիրներ են, բայց այն որ Հայաստանը ավելի ապահով երկիր է, փաստ է։ Մենք շատ ավելի ապահով ենք։ Մեր խնդիրը այսօր երեխաների գրթության իրավունքի երաշխավորությունն է, առողջապահության, սոցիալական ծառայությունները ստանալու, համերաշխ լավ միջավայրի մեջ ապրելու, լավ համայնքի մեջ ապրելու, համայնքային մեծանալու եւ այդ բոլոր իրավունքները իրականացնելու համար մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր եւ աշխատում ենք, որ մարդիկ ընկալեն նաեւ իրավունքների կարեւորությունը եւ այնպես չլինի, որ սա արդեն գա գոյություն ունի, չէ, սա իրավունքները մնայուն պետք է աշխատել դրանց երաշխավորության վրա։ Այստեղ դուք ասացիք, որ երկրաշարժից հետո եք եկել։ Սերունդների փոփոխության մասին եմ ուզում խոսել, որովհետև եթե այն ժամանակների սերնդին նայենք երեխաներին ու հիմա կտրականապես տարբեր են նրանք եւ կարող ենք ասել, որ այս երեխաներն ավելի ժամանակին հարմարեցված են եւ ավելի նախաձեռնող են, ավելի ինքնուրույն են ինչ որ չափ։ Շատ ավելի, պատճառը իհարկե World Vision-ը չէ կամ բան, դե հա, ես այո, աշխարհով մեկ ինֆորմացիոն այս հեղափոխությունը որտեղի է ունեցել, մարդկանց գիտակցությունը երեխաներին ավելի լավ կյանք բարգեւելու, ավելի անվտանգ, ապահով, իրավունքների երաշխավորումով եւ այլն, իսկ երեխաներին ընձեռված հնարավորությունները այս օրերին անսահմանափակ են, սկսելով ինտերնետից, սոցիալական ցանցերից, հիմա արդեն artificial intelligence, AI-ը այնքան ես երբեմն զարմանում եմ Լուսինե ջան, այսինքն 11-12 տարեկան երեխեքին այցելություն ենք անում, մենք կենտրոններ ունենք, գնում ենք այնտեղ այցելություն ենք անում եւ տեսնում եմ ինչքան գիտելիք ունեն 11-12 տարեկան երեխեքը բաղտադած օրինակի համար մեր սերունդին։ Մեզ էլ սովորեցնում են։ Այո, մեզ իրենք երբեմն շատ ավելի բան մենք երեխեքից ենք սովորում, որովհետև իրենք շատ ավելի բաց միտք ունեն, շատ ավելի արագ են հասկանում փոփոխությունները, շատ ավելի արագ հմտություններ են ձեռք բերում այս ինֆորմացիոն աշխարհի տարաշրջանի գիտելիքները ձեռք բերելու եւ սովորացնելու եւ այո, իրանցից լիքը սովորելիք բաներ ունենք հաջող։ Եվ քանի որ այսպես ժամանակի միջով անցանք, փորձենք հասկանալ նաեւ վերջին տարիներին ինչ փոփոխություններ կամ զարգացման նոր փուլեր եք արձանագրել ծրագրերում, ասացիք, որ որոշ ժամանակ անց նաև որոշեցիք ավելի շատ ուշադրություն դարձնել եւ շեշտադրումը դնել զարգացման ծրագրերին, հաշվի առնելով բնականաբար այստեղ շատ կարեւոր է Հայաստանի սոցիալական ու տարածաշրջանային մարտահրավերները, որովհետեւ միշտ չէ, որ դրսի ծրագրերը, որոնք դրսում փայլուն աշխատել են, կարող է սփերել եւ ամբողջությամբ այստեղ նույն կերպ աշխատի, հաշվի առնելով խնդիրները, մտածողությունը եւ շատ այլ բաներ։ Շատ ճիշտ։ Տեսեք, մենք արդեն հիմա հասել ենք մի մագարտակի, Հայաստանի մասին է խոսքը, որ ինք իր խնդիրները նվազագույն կամ քիչ աճակցությամբ դրսից կարողություն ունի ինք իր խնդիրները լուծելու, որովհետև եթե ժամանակին գիտելիքները միայն սովետական գիտելիքներ էին կամ եթե հնարավորությունները ֆինանսական սահմանափակ էին, այսօր այդ փոփոխությունները եղել են արդեն Հայաստանում, սերնդափոխություն ա եղել, մարդիկ աշխարհի դարբեր երկրների հետ են շփվել, դարբեր արժեքներ են բերել, դարբեր արժեքներ են մերժել կամ ընդունել եւ միաժամանակ դարբեր համագարկերի փորձն են բերել եւ մենք իրապես հասել ենք մի հանգրվանի, որ մենք կարող ենք մեր խնդիրներին լուծում առաջարկել, աշխատելով իհարկե միջազգային գործընկերների հետ, բայց ոչ նպաստ ստացող, օգնություն ստացող դիրքերից։ Մենք դուրս պետք է գանք այդ մենտալիտետից, որովհետև մենք կարող ենք մեր խնդիրները լուծել, իհարկե օգնության կարիք ունենանք այստեղ կամ այնտեղ, բայց մենք ենք նախաձեռնողը, ծրագրողը, իրականացնողը եւ հաջողության հասնողը։ Ինչ ենք մենք անում այսօր? World Vision-ը այսօր
ինքը նախ դարձել է դեղական գազམ་ագերբություն։ Այսինքն փոփոխություններ են Այո, տեղի մենք էլ ունեցել։ ենք փոփոխության ենթարկվել։ Եկեք ավելի հիմնովին խոսենք դրա մասին, եթե դեմ չեք։ Իհարկե, մենք դարձել ենք տեղական գազམ་ագերբություն։ Առաջ միջազգային World Vision-ի միջազգային գառույցի մասնաճյուղ էինք, այսօր մենք հայկական գազམ་ագերբություն ենք, ունենք հայաստանցի խորհուրդ, հոգապարծուների խորհուրդ, հայաստանցի անդամներով եւ մեր ծրագրերը, մեր ռազմավարությունը, մեր անձնագազմը որոշվում է Հայաստանում։ Մենք ենք որոշում, որ ինչ են մեր առաջնահերթությունները, ինչ ռազմավարական ուղղություններ ունենք երեխաների կյանքի բարելավման համար, ինչ քայլեր ենք առնում, ինչ ծրագրեր ենք իրականացնում։ Եվ այդ առումով մենք արդեն մի քայլ առաջ ենք գնացել եւ World Vision-ի մեծ ընտանիքի մեջ դարձել ենք համահավասար անդամ Ամերիկային, Հոլանդիային։ Նույն հավասար սկզբունքներով։ Մենք մասնակցում ենք World Vision-ի ժողովներին, քվեարկության իրավունքով դարձել ենք World Vision Հայաստան, բայց մեծ ընտանիքի մաս եւ այն մեծ World Vision-ի մեծ ընտանիքի մաս 100 երկրներից մի հատ է, էլի։ Ինքնաբավ եք։ Ինքնապավ ենք, մեր գումարները մենք ենք գոյացնում Հայաստանից, ունենք նվիրատուներ Հայաստանից եւ Սփյուռքից, հայ, ունենք նաեւ գործընկերներ միջազգային դոնոր գազམ་ագերբություններ Եվրոպայից սկսած մինչեւ Կորեա օրինակի համար, ունենք կառավարությունը, ում հետ շատ սերտորեն համագործակցում ենք, մենք քրիստոնեական գազམ་ագերբություն ենք, եկեղեցին մեր գործընկերն է միաժամանակ եւ կառավարությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեր գլխավոր գործընկերն է եւ այս բոլոր գործընթացներում մենք հասել ենք միտեղ, որ իրականացնում ենք զարգացման ծրագրեր, մեկնելով մեր ճշտած առաջնահերթություններից եւ կառավարության եւ հասարակական գազམ་ագերբությունների համայնքների հետ համախոհ։ Ինչ են այդ ծրագրերը։ Առաջին, մենք կառավարության հետ սերտորեն համագործակցում ենք նոր մագարտակի բարձրացնելու սոցիալական ծառայությունները Հայաստանում։ Ընտանիքներին ուղղված սոցիալական ծառայությունները ամբողջ երկրում։ Հասանելի սոցիալական ծառայություններ բարեփոխված, հեշտ, դյուրին եւ մանավանդ այնպիսի համայնքների, որտեղ դրա գարիքը ամենաշատն է զգացվում։ Անում ենք օրենսդրական բարեփոխումներ, անում ենք վերաբադրաստություններ, անում ենք հասարակական գազམ་ագերբությունների հետ համատեղ աշխատանք, որովհետեւ իրենք էլ նաև ներգրավվեն եւ գործընկերություն ունենան կառավարության հետ, համայնքների հետ եւ այլն, տարբեր խնդիրներ լուծելու համար եւ խոցելի ընտանիքներին հասնելու համար։ Մեր թիրախը վերջավորության խոցելիներն են։ Հետո երկրորդ, աշխատում ենք նաեւ համայնքներում դիմակայունության զարգացման համար, աղետների բարակային ինչա լինում, ֆորս մաժորների, բادرազմների, երկրաշարժների, աստված հերու բահեր բոլորը։ Սեյսմիկ գոտին մեզ մոտ ակտիվ գոտի է եւ դրան էլ պիտի պատրաստ լինենք։ Այդ առումով ահագին աշխատանք ենք անում, այս բարակային աշխատում ենք նաեւ ներքին ներողություն գործերի նախարարության հետ, որովհետեւ այդ դիմակայությունը նոր մագարտակի բարձրացնենք, գիտելիքներ, գործիքներ եւ այլն։ Հաշմանդամության խնդիրների լուծման համար աշխատում ենք կառավարության հետ, հաշմանդամությունը իրավունքների բանից մեկնելով բոլոր ոնց ինչ ծառայություններ պիտի դրվեն հաշմանդամ մարդկանց, ոնց են որոշում ով հաշմանդամ է, միջազգային ինչ ստանդարտներ են կիրառվում, այդ բոլորը նաև բարեփոխումների մեծ գործընթաց է, դրա համար ենք աշխատում կառավարության հետ, երդասարտներական ծրագրեր ենք անում, երդասարտների ներգրավվածությունը իրենց համայնքներում, իրենց համայնքի կյանքը բարեփոխելու, ծեր ներեցություն անելու, ակտիվ լինելու եւ ունենք կենտրոններ երեխաների, հարյուրավոր երեխա Վարդենիսում, Թալինում, Ալավերդիում, Ազադամուտում, Կաբանում, Սիսիանում հարյուրավոր երեխեք ամեն օր գալիս են։ Սպառվածությունն է ապահովում եւ նույն ժամանակ տալով հմտություններ։ Գալիս ենք սոցիալական ծառայություններ, հոգեբանական ծառայություններ, սնունդ, հմտություններ, մեդիա գիտելիքներ եւ այլն։
Այսինքն կարող ենք ասել, որ այս պարագայում ձեզ համար շատ կարևոր է նաև գիտելիքը փոխանցել տարբեր ոլորտների հետ կապված, կյանքին պատրաստ լինելու տեսանկյունից, որովհետև այո, մեծամասամբ մեզ հաճախ փրկում է որոշակի իրավիճակից մեր ունեցած գիտելիքը։ Եվ այս պարագայում ֆորս մաժորներ եւ մնացյալի դեպքում շատ այլ խնդիրներից կխուսափենք, եթե այդ պարագայում խոճապը տեղ չունենա եւ ավելի գրագետ մոտենանք տարատեսակ հարցերին։ Դուք անդրադարձակ նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, ցավոք այդ խնդիրները դեռ ամբողջությամբ լուծված չեն, նաև չենք խոսում նրա մասին, որ բազմաթիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև հատկապես մասնավոր սեկտորում բիզնես ընկերությունները պատրաստ չեն ըստ էության իրենց մոտ ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, ել չեմ խոսում նաև տեղափոխման գործընթացը, որովհետև A կետից B կետ հասնելու համար, եթե ունեն ֆիզիկական սահմանափակումներ, այս պարագայում եւս խնդիր է նրանց համար, իսկ մարզերում ավելի շատ։ Շատ ճիշտ։ Գիտեք, նաև այս խնդիրը մենք պետք է շատ ավելի սենսիտիվ զգայուն լինենք այս հատուկ հաշմանդամության խնդրին։ Բայց գրագետ մոտենանք խնդրին։ Այո, գրագետ լուծումներ տանք, գրագետ, որովհետև մենք նաև այդ խնդիրները դիմակրավում ենք երկրաշարժից հետո մեծ թվով պատերազմներ ենք տեսել մենք, ուրեմն մենք շատ ավելի նախանցախնդիր պետք է լինենք այս խնդիրների լուծումները ճիշտ ձևով գրակետ ձևով, ինչպես ասում եք, գտնելու առումով։ Հատկապես որ բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ պատերազմից կամ երկրաշարժից հետո բավականին նախաձեռնող են եւ հետաքրքիր գործունեություն են իրականացնում, որ հիանալի օրինակ են ու դու այսպես նայում ես, որքան ուժ կա եւ կամքի ուժ կա այս պարագայում ու հիանում ես նրանցով պարզապես հիանում ես նաեւ այն մարդկանցով, որոնք պատրաստ են ամեն կերպ չեմ ուզում բարեգործություն բառը այստեղ գործածել, բայց իրենց ունեցածով ինչ որ առումով նաև իրենց լուման ունենալ մյուսի երջանկության փոքրիկ հատվածում, խոսքը բնականաբար գնում է մեր փոքրիկների ամանորի հետ կապված, որովհետև ուզում եմ նաև անդրադառնանք այդ կարևոր ծրագրին, որին դուք եք սկսել այս օրերին ակտիվ փուլում է ձեր նախատոնական նախաձեռնությունը Գաղտնի ձմեռ պապ Վարշավը Ինչ գաղափարի շուրջ է այն ձևավորվել, ինչ խնդիր է այն լուծելու եւ ինչ սկզբունքով եք իրականացնում Գաղտնի ձմեռ պապը։ Գաղտնի ձմեռ պապը իմ անձնապես իմ սիրելի ծրագրերից մեկն է։ Իմ գաղափարը չէ, ով որ գաղափարը հղացել է երևի տեսնում է։ Չէ, նկատի ունեմ, որ դուք էլ իրականացնեք։ 9 տարի առաջ առաջինը մենք ենք սկսել, World Vision-ը։ Վարակել եք մյուսներին։ Մյուսներն են սկսել եւ լավ է։ Դա նշանակում է, որ լավ բան է, որ նաեւ ընտորինակվել է եւ ինչ ենք անում։ Տեսեք, հերավոր շրջաններում բազմաթիվ երեխեք կան։ Սահմանամերձ շրջաններում, հերավոր գյուղերում եւ այլն կամ փոքր քաղաքներում, ավաններում եւ այլն բազմաթիվ երեխեք կան, որոնք այն հնարավորությունը չունեն, ինչ որ ունեն մի քիչ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխեքը։ Իրանք նվերներ չեն ստանում հավանաբար ծմեր բաբից, իրանք չեն վայելում են դոնական մթնոլորտը, ինչ որ մյուս երեխեքն են։ Բարեբախտաբար թիվը են չի որ մեծամասնություն է, փոքրամասնություն է, բայց այդ փոքրամասնությունը մեր փոքրամասնությունն է, մեր երեխեքն են, ուրիշինը չի։ Եվ եթե մենք մեր երեխեքին հոգադարություն ենք ուզում անել, հենց այն պատճառով, որ այս բոլորը մեր աբակա սերունդն են։ Եվ առողջ մանկություն ունենալը հիմքն է հաջողակ լինելու առումով։ Ապրեք, շատ ճիշտ։ Եթե մենք մեր նոր սերունդին դանք են հնարավորությունը որ ունենան լավ մանկություն, ուրախ մանկություն, իրանք նաև աբակային կգերդեն լավ հայրենիք, ուրախ հայրենիք եւ բոլորի համար մաչելի, բոլորի համար կերատասելի, փնդրված հայրենիք եւ միջավայր եւ համայնք եւ ընտանիք։ Ուրեմն այդ երեխեքին համար Գաղտնի ձմեռ բաբի գաղափարը ծնվել է 9 տարի առաջ եւ սկսում են արշավներ բիզնեսներից, անհատներից, on-line առցանց կամ նաեւ հանդիպումներով գնում են կամ գումարներ են վերցնում, կամ նվերներ են վերցնում, ընդհանրապես գումարներ, որով մարդիկ սիրտ չունեն գնալ նվեր վերցնելու, իրանք ասում են մենք 5000 կամ 10000 կամ 15000 կտանք, դուք արեք, հետո մենք նվերներ ենք գնում, փորձում ենք բոլորի համար նույն արժեքով համահավասար եւ լավ նվերներ, տենց բաներ չեն կարնում, որ այնքան որ
Հա, այն բաներ, որ իրանք նաև երկար ժամանակ օգտագործեն եւ սովորելիք բաներ ունենան դրա մեջից, ուսումնական, գրթական, օգտակար նվերներ, եւ հետո նոր տարին մեր աշխատողները մարզերում դառնում են, հասցնում են այդ երեխեքին այդ նվերները եւ ասում են, «Էս ծմեր բաբն ա ուղարկել»։ Ովքեր կարող են մասնակցել ձեր բոլորը։ Կարող եք արդյոք ես ձեզ պետք է խնդրեմ մեր եթերից անմիջապես հետո Facebook-յան հարթակում մեր վիդեո տարբերակի ներքո կոմենտներ հատվածներում տեղադրեք բոլոր այն հասցեները, որոնց միջոցով կարող են ձեզ հետ կապ հաստատել, եթե մարդկանց մոտ ցանկություն կա լինել գաղտնի ձմեռ պապ։ Այո։ Մեր մոտ բիզնեսներ են մեր հետ կապնվում, մեր անհատ մարդիկ ասում են, որ ոնց կարող ենք, իրանց բարձ բացատրում ենք։ Կամ մեկ կապնվում եք մեր երեխեքի հետ, աշխատողների հետ, իրանք գալիս են ձեր հետ, եթե գումար եք փոխանցում, գումարը վերցնում են ստացականներ։ Կամ էլ մտնում եք on-line առցանց եւ այնտեղից դուք սեղմում եք worldvision.am եք գնում, սեղմում եք նվիրապերիր եւ կանից մեկ երեխա, երկու երեխա, յուրաքանչյուր երեխայի մեկ նվերը 5000-ը, մարդիկ կա 1 հոգի, մարդիկ կա 10 հոգի են հովանավոր։ Կանիցը մեր բաբ են դառնում եւ մենք այդ աշխատը հետո ամենահետաքրքիրը մեր գործընկերները, մեր աշխատողները, իմ գործընկերները նոր դարուց հետո այդ երեխայի նկարը եւ իր նվերը ուղարկում են կանիցը մեր բաբին եւ շնորհակալության խոսք են ասում, որովհետեւ մարդը ուզում է տեսնի նաեւ, որ իր նվիրատվությունը հասել է երեխուն եւ երեխան ժպիտով դա ընդունել է։ Գիտեք, տարբեր հասարակական կամ բարեգործական կազմակերպությունների հետ խոսելուց դուք ասացիք, որ հետո սկսեցին մյուսներն էլ անել եւ դա շատ լավ է։ Երբ նրանց հետ խոսում էինք նմանատիպ արշավների մասին, նրանք բոլորը նույն բանն են ասում, որ մարզերի երեխաները այնպիսի ցանկություններ ունեն, որ կտրուկ տարբերվում է քաղաքի երեխաների ցանկություններից, ինչպես դուք նշեցիք, շատ բան չեն ուզում։ Տեսեք, մենք ինչքան շատ ենք տեսնում քաղաքի մեջ, այդքան ավելի շատ ենք ուզում։ Եվ վերջ չկա։ Մարդ որ հարստանում է, մի քիչ էլ է ուզում հարստանալ, այստեղ ագահության արդեն մարդկային նկարակիր է երևի, որ միշտ ավելին է ուզում, միշտ ավելին է ուզում։ Իսկ մարզերում երեխեք կա այդ հիմնական ամենաբարձ բանն են ուզում՝ մի հատ կնտակ, մի հատ գիրք, մի հատ շատերը նույնիսկ ուղակի ուզում են առողջություն։ Առողջություն, տեսեք, լուրջ խնդիրներ կան այնտեղ, բժշկական միջամտության խնդիր կա, ոմանք այնտեղ ունեն ընտանեկան խնդիրներ, ասենք միագողմանի ծնող ունեն, հայրը կամ մահացել է կամ մայրը կամ ինչ որ խնդիրներ կան, այս բոլորը այդ երեխեքի համար ամենաբարձ հիմնական մարդկային ցանկություններն են, որ մենք պետք է կարողանանք նվազագույնով իրանց հասնել եւ օգտակար լինել։ Որքան կարևոր է երեխայի երազանքը ամանորից առաջ իրականացնել կամ հենց ամանորին իրականացնել, որովհետև մենք ամանորը դա միակ տոնն է, որը ասոցացնում ենք հեքիաթի հետ, իսկ հեքիաթներում բոլոր հրաշքներն իրականում են։ Կարևոր է։ Սա մենք երեխային պիտի սովորացնենք, որ կարելի է երազել եւ այդ երազի հետևից գնալ։ Պետք է անպայման եւ այդ երազի հետևից գնալ եւ իրականացնել, որովհետեւ երեխան եթե փոքր տարիքից այդ հնարավորությունը չունենա մեծ բաների երազների հետևից, ես բժիշկ եմ ուզում դառնամ, ես մեծ ֆուտբոլիստ եմ ուզում դառնամ, ես պետք է այսինչ համալսարանը գնամ կամ այսինչ ակադեմիան գնամ, այդ երազները եթե երեխան չունենա, նրա կյանքը ոնց պիտի արժևորվի, ինքը ինչ ուղղությամբ պիտի գնա։ Այդ երազները սկսում են փոքր տարիքից, փոքր բաներով, մի հատ խաղալիք, մի հատ կնտակ, հետո մի հատ դպրոց, հետո մի հատ համալսարան, հետո մի հատ գործ։ Ես հուսամ, որ կգա մի ժամանակ, որ բոլորդ այն կազմակերպությունները ու այն մարդիկ, որոնք առնչվում են նման բաների հետ եւ տեսնում են նաեւ փաստացի ինչ երազանքներ են ուզում երեխաները, կգա մի ժամանակ, որ ուրախությամբ կասեք, որ նրանք իսկապես երազում են, որովհետեւ մի պահ կար, որ սարսափելի էր, ասում են երեխաները չեն երազում,
չունեն երազանք, այդ է ամենացավալին էր, իսկ դուք շեշտը դրել եք երեխաների վրա կազմակերպության հիմքում երեխայի բարօրությունն է, այս պարագայում կարող ենք ասել, որ անմիջական ձեր ջանքերը, որոնք ուղղված են երեխային, անմիջական ազդեցություն են ունենում նաև ընտանիքի անդամների վրա մտածողության տեսանկյունից եւ ի վերջո տարիներ առաջ բարեգործություն ասելով բոլորովին այլ բան էինք հասկանում հիմա բոլորովին այլ բան ենք ընկալում մենք ոչ թե ձուկն ենք որսում տալիս նրան իր փոխարեն այլ սովորեցնում ենք ձուկ որսալ շատ ճիշտ եւ դա է հիմնականը որ մենք կարողանանք մարդկանց երեխա դարիքից սովորացնենք ինքնապավ լինել վստահել ինքիր ուժերին դա լայթ հնարավորությունները որ կարողանան լավ ձուկ որսացող լինել դա գրտությունն է դա առողջ կյանքն է դա լավ միջավայրն է որովհետեւ այդ բոլորը վերջավորության երեխային դարձնում են մարդ եւ ինքը կարողանում է դառնալ լավ մարդ, լավ քաղաքացի, ինքնապավ եւ արժեք ստեղծող եւ ոչ թե սպառող միայն։ Լավ քաղաքացին շատ լավն է, այս պարագայում մենք գիտենք թե որքան կարեւոր է, բայց դա պետք է սկսել դեռ մանկապարտեզից։ Վստահ մենք իմիջայլոց նաև մեր երեխաների կենտրոններում այդ 6 կենտրոններում որ ունենք նաև անուղագի չենք ասում լավ քաղաքացի այն ինչ որ մենք սովորացնում ենք բոլորը առաջնորդում են լավ քաղաքացի լինելուն հանդուրժել, հարգել, օրենքները հետևել օրենքներին, ճիշտ գնահատել իրավիճակները, մաքուր պահել միջավայր Իսկ եթե ավելի էմոցիոնալ դաշտ գնանք, շնորհակալ լինել, ապրումակցել եւ նաեւ փառք տալ Աստծո, ի վերջո մենք քրիստոնեական գազམ ենք եւ այդ արժեքները քրիստոնեական ոչ թե միայն յուրացնել իր համար կամ իր ամիջական ընտանիքի համար, այլ ամբողջ համայնքին համար։ Վերջին րոպեներն են մնացել հաղորդման եւ ես կուզեի այսպես ընդհանուր դիտարկեինք ի վերջո տարբեր երկրներում եք նաև ապրել ոչ միայն շրջագայել եք ու հիմա հիմնովին Հայաստանում եք Հայաստանից լավ տեղ չկա Ես այդպես համարում եմ, չգիտեմ, չեմ ուզում Եվ փոքրիկների խնամքի մասով էլ, եթե խոսենք պաշտպանվածության տեսանկյունից, ծնողի վերաբերմունքից, երեխայի նկատմամբ, որքան էլ բարդ իրավիճակներում է, դե ֆորս մաժորների մասին չենք խոսում ենք ընդհանուր։ Արդյոք կարողացել եք ամբողջական ադապտացնել եւ տեղայնացնել են ծրագրերը, որովհետեւ եթե չտեղայնացվեն, ապա հաջողություն չեն ունենա։ Ըստ մեր մտածողությունն է տարբեր արժե համակարգը եւս։ Մեր ծրագրերը բոլորը հայաստանյան, այսպես ասած, հայկական ծրագրեր են, մեր մասնակիցների, մենք իհարկե բերում ենք լիքը այսպես մատերիալ դրսից եւ մեր գործընկերներից, մեր մյուս գրասենյակներից եւ դեղայնացնում ենք, հարմարեցնում ենք տեղական պայմաններին։ Իսկ ինչ վերաբերվում է այն ծեր մյուս հարցին, որ Հայաստանը երեխաների համար դրախտ է այն առումով որ մենք սիրում ենք երեխա մենք երբ որ ես իմ առաջի երեխեքն էի ունենում 20 տարի առաջ Հայաստանում ճանապարհին գալիս էին կրկում էին կանադայում տենց բան որ լիներ օրինակի համար մարդիկ վախենային ոստիգան կգան չէին որ այս օդարով է եկել իսկ մեր մոտ դա բնական բան է որ երեխան տեսնում ես մի հատ սիրում ես Այսինքն սիրով շրջապատված լինելը հետոյի համար շատ կարևոր է եւ այստեղ այս պարագայում մենք կարող ենք ասել որ սիրո պակաս չկա վերջին հարցս 6 կենտրոնների նախավերջին հարցս 6 կենտրոններին է վերաբերում այս պարագայում կարող ենք ասել որ ձեր այդ կենտրոնները նաեւ լուծում են եւս մեկ խնդիր հմտություններ փոխանցելով կտրել դրսից Այսինքն ժամանակ արդյունավետ օգտագործել եւ այս պարագայում կարող ենք ասել որ նրանց մոտ հետագայում սովորություն կձևավորվի եւ նրանք կարողանան ճիշտ բաշխել իրենց ժամանակը Ենթադրում եմ այո, ստատիստիկա չունեմ իմ ձեռքի տակ, ենթադրում եմ որ դիսցիպլինը, որ ամեն օր այս ժամին ես ենք անում այն ժամին եւ հաճելի բան էր, այդ դիսցիպլինը կանոնակարգված Այո, այդ իրանց մոտ դա դառնում արդեն սովորություն, որ իրանք այս իրանց ժամերը պետք է կազմակերպեն, այս գործը անեն, այս ինչ բան են ժամին անեն, սնունդը ոնց ուտեն, որ ժամին ուտեն,
առողջ ծնունդ ինչա նշանակում, մեդ էլ նույնիսկ դրել ենք մենք մեր բանը։ Դե ինչ որ չափ մարզերում ավելի առողջ են սնվում, քան մենք էստեղ։ Եվ վերջում մեկ ուղերձ մեր ռադիոլսողներին, որը նաև կողոքեշնչի նրանց միանալ նախաձեռնությանը, գաղտնի ձմեռապապ դառնալուն, հաշվի առնելով նաև կարևոր մի հանգամանք, որ Հայաստանի հանրային ռադիոն լսում են ամբողջ աշխարհի հայերը, այնպես որ ձեր ձայնը լսելի է նաև այդ տեսանկյունից, խնդրեմ։ Իմ ուղերձը հետևյալն է, անկախ World Vision-ին եք օգնում, թե ուրիշ կազմակերպության, կարևորը այն է, որ մեր երեխեքի համար, մեր երեխեքի բարօրության համար բոլորս միասին աշխատենք։ Երեխեքը եթե այսօր լավ միջավայրի մեջ մեծանան, իրանք մեր աբակա սերունդների համար լավ հայրենիք կստեղծեն։ Ի վերջո նրանք մեր ապագան են։ Այո։ Ես շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու եւ կարևոր գործեր իրականացնելու համար, որովհետեւ ձեր գործունեությունը նաեւ ոգեշնչում է մեզ բոլորիս եւ ամեն մեկը սկսում է մտածել ու ինչ որ փոքրիկ թեկուզ քայլով փորձում է օգտակար լինել։ Շատ շնորհակալ եմ Արցախ այս զրույցի համար եւ ձեզ լավ նոր տարի եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, զրուցակիցս World Vision Հայաստան կազմակերպության տնօրեն Ռաֆի Դուդակլյանն էր, իսկ ես Լուսինե Մուրադյանն եմ։ Մնացեք Հանրայինի հետ, փորձենք մեր թեկուզ փոքրիկ քայլերով երջանկություն ապարգևել նաև մյուսներին, որոնք դրա կարիքն ունեն։ Քո ձայնը